Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում իր աշխատանք սկսում է Ձինայդ նախագիծը։ Եվ Ակոպովնան որոշել է ողջ շաբաթվա ընթացքում ձեզ ներկայացնել ամենահայտնի փոքրիկներին եւ այն հայտնիներին, ու փոքրիկները արդեն բավականաչափ հայտնի են։ Ունեմ շատ սպասված հյուրեր եւ այսօր ես որոշել եմ հյուրընկալել նաեւ ամենափոքր եւ հայտնի բլոգերներին։ Մնացածը բնականաբար րոպեներ անց։ Այս բան պետք է շնորհավորեմ օրվա բոլոր հոբելյարների լավագույն բարեմաղթանքներով, առողջ եք լինում, լավ մարդկանց շրջապատում, Աստծո օրհնությամբ եւ բացառապես 21 TV-ի հետ։ Հատուկ ձեզ համար տեսալվակ, որից հետո վերադառնում ենք տաղավար եւ անցնում ենք բուն թեմային։ Just the way you shine, there's no one like you. In this school you're the one. How can I make you mine? You're on my mind all day and night. Does it feel right to you and I? Holding your tight, close to my heart, and you just play it from the start. Yeah, there's no one cares who much gets. Shopita galis, asumen da sera. Uensko pacharo viesnonits, el chem haserel, anelim da sera. Cause passes da serit setoid, norit, piti batsa trembo, chem hasnovi, je pekel yes, tu zarke im tu perdes. In saskati, si du mepkes, mi pachins nits heru, mi kaskati, vol vachteus, tu mepke im neslin melu. In saskati, mi pachins nits heru, mi kaskati, tu mepke im neslin melu. Scared to look at me now, know you want me to win somehow. Show me how to try to get you, try to make you the dreams come true. Believe trapped out and can't let go. After school I'll be waiting though, I'll be there waiting for you to feel how I'm feeling. In the end you've been holding my hand. I know you well, don't try to deny it. So someday I saw your heart will melt away. No, make me feel once every day. In Saskati, see du mepkes, mi pachins nits heru, mi kaskati, vol vachteus, tu mepke im neslin melu. In Saskati, mi pachins nits heru, mi kaskati, tu mepke im neslin melu. Երբ տեսնում եմ քեզ ու աչքերիս, շպիտա գալիս, ասում են ասերա, ու հենց քո պատճառով ես նորից էլ չեմ հասցրել անել իմ դասերը. Դե ինչ 21 TV-ի եթերում շարունակում էր աշխատանքը Ձինայդ նախագիծը եւ այս պայն րոպե չկորցնելով առաջարկում եմ հետաքրքիր տեսանյութ հերոսուհուս մասին, որից հետո մեծագույն սիրով նրան կասեմ բարի գալուստ։ Որպես սիրելի հետևորդներ, դուք ուշադրեցիք ես ուրան եկել։ Ես ունեմ յամյամ դոնացի քար, ես պետք է ապրեմ իմ սիրած համոզիկները։ Ես ընտրել եմ ստան,
պատրաստում եմ իմ համար առավոտյան նախատար։ Ես հիմա ձուն հանում եմ, որպեսզի լցնեմ մրգարշիկի վրա։ Իմ նախաճաշը պատրաստ է, ինձ բարի ախորժակ։ Իմ հետևորդներին ուզում եմ ասել, որ այստեղ աշխարհի ամենահամով ուտեստներն են կորեական։ Ես օրինակ ընտրել եմ սա և սա։ Հիմա ես ուզում եմ համեղ կորոնվոկ։ Սրճարանը ունի բացօթյա սրահ։ Շոկոլադա, իսկ մեջը տորտիկ։ Սա մոչի է։ Dr. Lucas will like me. Hopkins in the 83. Chillin' playing D&D. I go missing. OMG. Then I go get something awful. Major bull cut. I go waffle. Goodbye barn. And Christmas lights. The upside down. We shut it tight. Sometime in the future, maybe we can get together. Maybe share a drink and talk a while. And reminisce about the Դե ինչ 21 TV եթերում շարունակում է աշխատանքը ձինա այդ նախագիծը եւ եթե նոր եք մեզ միացել, ասեմ, որ ես որոշել եմ ողջ շաբաթվա ընթացքում ինձ հետ լինեն այն երեխաները, որոնք արդեն փորձել են հայտնիություն ձեռք բերել եւ նաեւ հայտնիները իրենց բնականաբար բալիկների հետ։ Տեսանյութից հասկացաք, որ ունենք մի աղջնակ ինձ մոտ տաղավարում, որը փոքր է, բայց արդեն բլոգեր է եւ ունի զբաղվածություն։ Ինձ մոտ տաղավարում Միա Մուրսալյանն է։ Միա, ողջույն իմ աղջիկ։ Ողջույն։ Ոնց ես։ Լավ։ Հիմա մենք տեսանյութով տեսանք, որ Միան գնում է դպրոց։ Դե ինձ պատմի, դու գնում ես դպրոց, գնում ես երաժշտական, քո մասին մի քիչ ինձ պատմի։ Ես գնում եմ երաժշտական դպրոց։ Սայատնովայի դպրոցը։ Լավ։ Եվ գնում եմ Պարի։ Եվ որտեղ ես Պարի գնում։ Տարոն գեղագիտական դպրոցը։
Մինչև այդ իմ աղջիկը գնում է նաև դպրոցել։ Դպրոցի տանուն ինձ ասում ես։ Նիկոլ Աղբալյան, Շատ լավ, որ դասարանա Միան։ երկրորդ։ Երկրորդ։ Բայց արդեն արձակուրդ ենք, չէ՞ Միա։ Բայց ես ոնց հասկացա, դու դեռ գնում ես երաժշտական դպրոց, դասեր ունես։ Ինչի համար քնություն կա, համերգ ունես, ինչի ես գնում։ Որովհետև մի քանի օրից իմ համերգն է լինելու։ Դու դաշնամուր ես նվագում։ Սիրում ես դաշնամուր։ Ո՞վ է քո դասատուն Միա։ Ընկեր Էլենը։ Ընկեր Էլենա։ Շատ լավ։ Իսկ երգեր ընտրված են, թե դու ինչ երգ պետք է նվագես արդեն։ 1, 2 քանի հատ ես նվագելու Միա։ 2 հատ։ 2 հատ։ Բայց ես գիտեմ, որ դու ունես եւս 1 դաշնամուրի դասատու, որ գալիս է, չէ, տուն, անհատական պարապումա, եւ անունը ինձ ասում ես։ Ընկեր Մարինե։ Ընկեր Մարինե։ Հիմա ընկեր Էլենին եւ ընկեր Մարինեին նայում ես տեսախցիկին եւ չգիտեմ ողջունում ես։ Ընկեր Էլեն, ընկեր Մարինե, ես ձեզ շատ եմ սիրում։ Ապրիմ աղջիկը։ Երբ որ նայում ենք Միայի Instagram-ի էջը, հասկանում ենք, որ մեր աղջիկը բլոգեր է։ Միա, ինչ ես ցույց տալի քո էջում։ Ցույց եմ տալիս unboxing-ներ, փորձարկումներ։ Հետո նվագում ես, սպառում ես, այդ բոլորը կա, չէ։ Բարի նկարներ եմ գցում։ Այսինքն փորձում ես ցույց տալ, թե դու ինչ ես անում ողջ օրվա ընթացքում։ Իսկ դու ունես ընկերներ, ամենամոտիկ ընկերուհի ունես, անունը կասես։ Դպրոցում։ Ովքեր են քո ընկերուհիները։ Աննան եւ Սյունեն։ Հիմա իրանք քեզ դիտում են, չէ։ Իրանց մի բան կասես այնտեղ Աննային ու Սյունեին։ Ես ձեզ շատ եմ սիրում։ Դու բոլորի սիրում ես Միա։ Շատ լավ։ Հիմա մի հարց։ Երբ որ Միան ազատ է լինում, դասերը վերջացնում է, զբաղվում է, ոնց հասկացա ունես անկյուն, չէ։ Ինչ ես անում այդտեղ քո անկյունում, ինչ կա Միա։ Ընկերուհիներիս հետ եմ խոսում։ Բայց ոնց որ ընկերուհիներիդ հետ եւ շփվում ես, եւ դասեր ես անում, չէ։ Իսկ այն պարերը, որ միասին պարում եք, էդ էլ ես ընկերուհիների հետ անում, թե մենակ ես անում, ընկերուհիների հետ։ Ես գիտեմ, որ Միան
պետքա բացի դաշնամուրից ընտրի եւս մեկ գործիք։ Դու որոշել ես ինչ գործիք ես ընտրել։ Հա։ Եվ Գիտար։ լուրջ ես ասում։ Հա, իսկ ուրիշ գործիքներ էլ կար, որ դու կարայիր ընտրել։ Եվ ինչ գործիք կա։ Ֆլեյտա։ Ֆլեյտա էլ կար։ Իսկ ուրիշ մենակ ֆլեյտա եւ գիտար, ջութակ չկա։ Չէ։ Դու ընտրել ես գիտարը։ Մամա հետ խոսացել ես։ Համաձայնա։ Հա։ Շատ լավ։ Իսկ հիմա ես ուզում եմ դու ինձ պատմես քո դպրոցի մասին։ Իմ աղջիկը արդեն դպրոցը ավարտեց։ Փոխվեցիր որ դասարան։ Երրորդ դասարան, գերազանցիկ ես, չէ՞։ Իսկ ով է քո ամենասիրած դասատուն։ Ընկեր Գրիգորյանը։ Ընկեր Գրիգորյանը։ Այ ընկեր Գրիգորյանը հաստատ նայում է քեզի դեպ ասեմ։ Մատ ընկեր Գրիգորյանին էլ շնորհակալություն կհայտնես։ Տեսախցիկին նայի, դե ասեմ։ Ընկեր Գրիգորյանից շատ եմ սիրում։ Ապրիմ աղջիկը։ Հիմա տուն ամենաշատը ով է ջղայնացնում իմ միայն մամանա, պապանա, տատանա, ովքեր են ամենաշատը տենց միայի հետ տենց են որ ասում վիճում։ Ով է, անկեղծ ասա։ Հորքուրս։ Հորքուրդ ոչ են։ Ինչ ասում հորքուրը քեզ ամենաշատը։ Դե միշտ իրար հետ կռվում ենք։ Հա, ինչի բալես։ Դու գիտես, որ տաղավարից են կողմ սպասվում է եւս մեկ աղջիկ այդ հանդիպում։ Ինքը քոպես փոքրիկ է, բլոգեր է, եւ ես վստահ եմ, որ դուք պետքա ծանոթանաք իրար հետ։ Կուզես եթերում իրան հրավիրենք, գա նստի քեզ հետ ու միասին շփվենք, համաձայն ես։ Շատ լավ, այնպես որ այս պայն տեսանյութ ասում որ հաջորդ գեղեցկույն արդեն տաղավարից այն կողմ ինձ սպասում է, իսկ թե ում այստեղ խոսքը կիմանաք հենց հիմա։ Ուրիշ տապում։ Բարի ձեզ գիտիկներ։ Mi corazón no tiene. Ինքիցիկներ։ Այսօր մենք կփորձարկենք պապայայի այս երեք բլուտոնները։ Էսա չի փորձ։ Բայց դե իմ բլուտանա։ Ոչինչ, կզիչ ես քո երեխուն։ Էս ինչ խտրականություն է։ Սերա տարիքային։ Okay, ոնց է կոչվում այս դեսերտը։ Տարտնա, բալի տարտնա։ Տարտալետկա եմ ուտում։ Տարտի բալի 10-ից 10։ 10։ Նամ։ Հիմա այս որ Եթե դի մաման։ բոլորը հասկացան։ Այդ որ համովն է։ Բլուբերիան։ Blueberry, նա։ Is it blueberry? Թողլինի բլուբերի։ Թողլինի բլուբերի։ Okay, this is blueberry. Բլուբերիան։ Do you like it? Համով է։ Okay. Այդ պապայա։ Okay. Shine bright like a diamond.
shine bright like a diamond. Fine light in the beautiful sea. I chose to be happy. You and I, we're like diamonds in the sky. You're a shooting star, I see, a vision of ecstasy. Ես վստահ եմ, որ հենց հիմա շատերն են մոտ նստել ձայնը բարձրացրել են, շատ իրենց ծանոթներին են գտել, շատերը հետևորդներ են եւ ասեմ, եթե նեղվում եք, որտեվ կիսատ եք նայել, ապա պետք չէ նեղվել, որովհետեւ վաղը ճիշտ ժամը 13:05-ին կրկնությամբ կարող եք վայելել տվյալ թողարկումը, մի քանի ժամ հետո փնտրում եք YouTube-ում եւ իհարկե բնականաբար մեր նախագծի Facebook-յան եւ Instagram-յան էջերում։ Այս պահին տեսանյութից արդեն պարզ էր, որ բավականին զբաղված գեղեցկու է ինձ մոտ տաղավարում, որը շատ ակտիվ է նորից համացանցում եւ նրան հիմնականում գիտեն բլոգեր Գաբի, բայց մեծագույն սիրով ասեմ, որ հյուրընկալ է Մարիետա Գաբրիելա Քոչարյանին։ Ողջույն իմ աղջիկ։ Բարև ձեզ։ Ո՞նց ես Գաբի ջան։ Ես շատ լավ եմ, իսկ դուք։ Շատ լավ։ Ես Գաբիին տեսել եմ ընդամենը 1-2 ամիս առաջ մի հատուկ ցերեկույթի ժամանակ, որը բավականին ակտիվ էր, եւ ես ոնց հասկացա, տունը ինչ ունենում ես, այն որ թեկուզ պետք է այդ պայն հաց ուտես, դու կիսվում ես հետևորդներիդ հետ, ցույց ես տալիս Գաբի։ Այո։ Այդ տենց սովորությունա դառը, թե մաման ընդից հիշացնում է Գաբի, դու պետքա Սովորություն ա դառել։ Սովորություն է դառը։ Շատ լավ իմ աղջիկ։ Դու դպրոցը ավարտեցիր այս տարի արդեն, չէ՞, հասցրել ես։ Հա։ Դասերը վերջը ո՞ր դասարանում ես։ 4-րդ տեղափոխվում եմ 5-րդ դասարան։ Ապրիմ աղջիկը ո՞ր դպրոցն ես հաճախում։ Վարդանան կրթամալիր։ Եվ ուրիշ զբաղվածություն էլ ունի Գաբի։ Այո, ունեմ։ Ես գնում եմ նկարչության, գնում եմ Պարի, երգի, գնացել եմ Դաշնամուրի եւ շարունակելու եմ գնալ Դաշնամուրի։ Իսկ այդ բոլորը հետ մեկտեղ նաև իմ աղջիկը աշխատացնում է իր սեփական բլոգը։ Այո։ Իսկ դու ունես բլոգեր ընկերուհիներ։ Նու քո տարիքի։ Այո։ Իմ կարծիքով եթերից հետո նրանք արդեն կծանոթանան նաև Միայի հետ, որպեսզի ես պահանջելու եմ եւ եթերում ցուցադրելու եմ, թե ոնց այսօրվա եթերից հետո Միան եւ Գաբին համատեղ ունենալու են վիդեոներ, որ ես ցույց տամ երկու ամենահայտնի բլոգերներին վերջի ժամանակահատվածում, չնայած ոնց հասկացա երեխաները ավելի աշխուժ են, քան մեծերը, թե ինչ նոր վիդեոներ են նախապատրաստել, միա համաձայն եք։ Հույսով եմ դուք կազմակերպեք, չէ՞ իրար հետ։ Այո։ Շատ լավ, եւս մեկ հարց։ Ինչ ես պատրաստվում անել ամառային արձակուրդներին Գաբի։ Ամառային արձակուրդներին պատրաստվում եմ գնալ տարբեր ուտելիքներ փորձարկելու, իմ բլոգը շարունակել զարգացնել։ Շատ լավ։ Միան էլա որոշը ինչ պետք է անի ամռանը։ Ես գիտեմ, որ դու լողել ես, չէ՞, գնալու։ Հետո ինչ ես անելու իմ աղջիկ։ Ես պետք է իմ բլոգը շարունակեմ նկարել։ Ցույց ես տալուս։ Շատ լավ, իսկ խոստանում եք, չէ՞, որ պետք է նաև բնականաբար համատեղ վիդեոներ ունենալ։ Այո։ Հիմա, քանի որ Միան արդեն հասցրեց իր դասատուներին ողջունել, նաև ընկերուհիներին, դու ունես մոտ ընկերուհիներ արդեն։ Այո։ Անունները։ Էրիկա, Աննա, Էլլա, Ասխիկ, Նելա, Արևիկ։ Իսկ դասատուներից ում ես ամենաշատը սիրում։ Սիրում եմ դասատուներից ընկեր Վահեին, ընկեր Ալինային, Նայրեզնիկովնային, ընկեր Սարգսյանին, բոլոր դասատուներին։ Բոլոր դասատուներին սիրում եմ աղջիկը։ Շատ լավ, տեսախցիկը քոնն էլ է, Գաբի։ Մի հատ խնդրում եմ քո դասատուներին ողջունի, շնորհակալություն հայտնի։ Շնորհակալություն, որ դուք ինձ դաս եք տվել։ Իսկ այս բան ասեմ, որ մենք ունենք գործընկեր, բավականին հաճելի ցանկալի եւ դեպ նորույթ է Հայաստանում եւ վերնագիր հենց այսպես սերը փափուկ տեսքով եւ այս հաճելի նվերն նախապատրաստել է Գժուկ Թեդի խանութ սրայտնօրինությունը նրանք ինձանից խնդրել են ձեր Instagram-յան էջերը։ Ես ուղարկել եմ եւ Գաբիի եւ Միայի Instagram-յան էջերը։ Նրանք որոշել են, որ իրենց նվերների շարքից դուք պետք է ունենաք այս երկու նվերը։ Բայց որպես բլոգերներ ես գիտեմ, դուք կգնաք տուն, ձեր նվերները յուրովի ձևով կնկարեք վիդեո եւ բնականաբար Գժուկին կնշեք, լավ։
Այո։ Եվ ասեմ, որ հասցեն արդեն ինքնետ տեսնում եք, քանի որ մենք դեռ վայելում ենք, այսպես ասած, մանկական տոնական օրեր, ինչքան շատ այնքան լավ է, հա։ Ամենալավ նվերն է ձեր փոքրիկների համար։ Ես տալիս եմ Միային եւ բնականաբար Գաբի։ Դե ինչ ես ասեմ, որ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում ես ներկայացնելու եմ ձեզ եւ հայտնի փոքրերին եւ հայտնիներին իրենց փոքրերի հետ եւ շնորհակալ եմ Գժուկ Թեդի խանութ սրային, որ հատուկ նվերներ է նախապատրաստել իմ հյուրերի համար, հիմա իմ համար շատ կարեւոր է եւ Գաբի եւ Միայի կարծիքը խաղալիքների մասին։ Նու ավելի շատ սիրուն բուկետների արդյունքներով ձեր դուրն եկել է։ Շատ Լավն է։ շնորհակալություն։ Ապրեք վիդեոները անելու եք, չէ՞։ Այո, պայման։ Շատ լավ։ Դե հիմա սկսենք Միայից։ Մի հատ տեսախցիկը քոնն է, իմ աղջիկ։ Մի հատ նայում ես, կարողանում ես բոլոր փոքրիկներին մի հատ լավ բան ասա, բալես, ինչ կասես իմ աղջիկը։ Ուզում եմ, որ բոլոր փոքրիկները խաղաղ երկնքի տակ ապրեն եւ միշտ իրենց ընտանիքի կողքին։ Ապրի աղջիկը Գաբիս էլ է ասում։ Այո, ես կասեմ, ես ուզում եմ, որ բոլոր փոքրիկները խնդիրներ չունենան իրենց կյանքում, ապրեն միշտ խաղաղ երկնքի տակ, բոլոր դռները իրենց դիմաց բաց լինեն, կանաչ ճանապարհ, կապույտ երկինք, ծնողներին լսեն, չհակաճառեն ծնողներին։ Այդքան էլ անեք, ասելուց մենք ձեզանից շատ շնորհակալ կլինենք։ Ձեր հետևորդները ձեզ սպասելու են, վստահ եմ, թեկուզ վաղը վիդեոներ անում եք, ներկայացնում եք եւ ավելին ասեմ, այսպիսի փոքրերի հետ դեռ հանդիպելու ենք, բայց ամենակարևորն ինձ մոտ տաղավարում են, որովհետեւ ինձ հեռուստադիտողները ուղարկել էին ձեր երկուսի նկարները, որ շատ են ուզում առավել եւս ձեր տարիքի փոքրիկները ձեզ տեսնեն ինձ մոտ տաղավարում։ Հույսով եմ մյուս անգամ արդեն, չգիտեմ, մեկը կերքի, մյուսը կնվագի, տենց կլինեք ինձ մոտ տաղավարում, լավ։ Այո։ Ես ձեզ շատ շնորհակալ եմ, ապրեք, որ իմ կողքին եք։ Շնորհակալություն, որ դուք ինձ հրավիրեցիք ձեր եթերում, ես շատ ուրախ եմ դրա համար եւ շնորհակալություն այս արդյունքների համար։ Ապրի աղջիկը, շնորհակալ եմ։ Դե ինչ ամփոփման ենք գալիս, դուք արդեն հասկացաք, պետք է հետևորդներ լինեք, եթե չեք հետևում այս երկու գեղեցկուհիներին, ողջ ծրագրի ընթացքում ինձ հետ բլոգերներ էին, հայտնի Գաբին եւ Միան, եւ մենք հանդիպենք նաեւ վաղը։ Փոխվեց քեզանով ու դարձա երջանիկը աշխարհի Քո խաղով ու մի ժպիտով խելքահան ես անում ինձ իմ բալիկ Իմ անուշ քաղցր իմ փոքրիկ դե ժպտա որ լինեմ ես երջանիկ Չէ որ դու ես լույսն իմ աչքերի Ողջ իմաստը իմ ամբողջ կյանքի Նոր իմաստ ես դու տվել իմ կյանքին Իմ սրտիկ քեզանով դարձա երջանիկն աշխարհի Քիչ է քիչ քեզ ինչքան պաչիկ տա մեկ է քիչ է քիչ Իմ կյանքից առավել եմ քեզ սիրում ես իմ բալիկ Սիրտս էլ հանեմ տամ քեզ էլի մեկ է քիչ Իմ տանարևի շողն ես իմ փոքրիկ Իմ համով թորնիկ Անուշիկ ես, իմ կյանքի համն է շատ սիրունիկ ես Երկնքից մի նվեր ես մեզ, քո շնչով կյանքը իմ ջերմացրել ես Քեզ
գրկեմ ու ջահելանամ աշխարհով մեկ լինեմ երջանկանամ Առանց քեզ վարքյան չեմ դիմանա մի ուրիշ աշխարհ ես ինձ համար Չգիտեի որ այս կյանքում այսպիսի սեր կա Իմ սրտիկ քեզանով դարձա երջանիկն աշխարհի Քիչ է քիչ Քեզ ինչքան պաչիկ տամ մեկ է քիչ է քիչ Իմ կյանքից առավել եմ քեզ սիրում ես իմ բալի Սիրտս էլ հանեմ տամ քեզ էլի Մեկ է քիչ իմ տան արևի շողն ես իմ փոքրիկ Իմ համով թորնիկ սրտիս կտորը դու ես դու Անսահման եմ քեզ սիրում Քեզանով եմ ես ապրում իմ սիրում Անուշիկ քո ժպիտով իմ աշխարհն ես լիացնում Ու ինչքան էլ քեզ նայեմ չեմ հագենում Իմ սրտիկ քեզանով դարձա երջանիկն աշխարհի Քիչ է քիչ քեզ ինչքան պաչիկ տամ մեկ է քիչ Իմ կյանքից առավել եմ քեզ սիրում ես իմ բալիկ Սիրտս էլ հանեմ տամ քեզ էլի Մեկ է քիչ իմ տան արևի շողն ես իմ փոքրիկ Իմ համով թորնիկ Քեզանով է սիրտը իմ զարկ